Ուղիղ 2 տարի առաջ Նարեկի մասին լրատվամիջոցները գրում էին «մահացած է»։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը հերքեց տղայի մահվան լուրը, Նարեկի սրտի զարկերը վերականգնվել են վերտառությամբ։ Վիճակը շատ ծանր էր։ 2023-ի սեպտեմբերի 1-ն էր։ Դիվերսիայի հետևանքով Սոտքում վիրավորներ կային։ Նարեկն այն տղաների թվում էր, որ պետք է օգնեին իրենց վիրավոր ընկերներին դուրս բերել տարածքից։ Հենց այդ ժամանակ էլ գանգուղեղային վնասվածք ստացավ։ Գանգուղեղային ծանր վիրավորումով տղան այսօր ինքնուրույն քայլում է, կենցաղ վարում, ընտանիք կազմելու շեմին է։ Բավական ինքնուրույն եմ դարձել։ Հասմիկը նրա առաջարկությունն ընդունեց, այո ասաց։ Նարեկ Պողոսյանը նշանվել է։ 2023-ի սեպտեմբերի 1-ի հիշողություններից դեռ չի ազատվել։ Մինչև կյանքի վերջել կուղեկցեն, բայց մարմնի ու հոգու վերքերն աստիճանաբար սպիանում են։ Զինվորի տանը բուժմանը զուգահեռ նաև դասընթացների է մասնակցում, համակարգչային ծրագրեր սովորում, աշխատելու մասին մտածում։ մի ուժ էլ ավելացավ։ Հասմիկն է այն ուժը, որ Նարեկին դրդեց ավելի սիրել կյանքը, ել ավելի ուժեղանալ, շարժվել նպատակներին ընդառաջ։